Բարև ձեզ։ Այսօր կլուծենք բաժանարարների մասին տարբեր խնդիրներ։ Այս դեպքում ունենք պարզ թվեր, այսինքն ուզում ենք գտնել երկու այնպիսի պարզ թվեր, որոնց քառակուսիների տարբերությունը լինի նույնպես պարզ թիվ։ Պարզվում է, որ շատ քիչ են այդպիսի զույգերը, որովհետև ինչ-որ մի բան խանգարում է։ Ով կարող է ասել ինչն է խանգարում, Գագիկ, կասես։ Այո, նախ եւ առաջ ես այս ամենը գրել եմ թվաբանորեն, այսինքն մենք ունենք A եւ B պարզ թվեր, հետո մենք պետք է կատարենք հետևյալ գործողությունը, A քառակուսից հանենք B քառակուսի եւ այս արտահայտության արժեքը նույնպես լինի պարզ թիվ։ Այստեղ ես նկատել եմ, որ A քառակուսի հանած B քառակուսի արտահայտությունը կրճատ բազմապատկման բանաձևերից է, A քառակուսի հանած B քառակուսին հավասար է A գումարած B անգամ A հանած B։ Քանի որ սա պարզ թիվ է, հետևաբար այս երկու արտադրիչներից ինչ-որ մեկը հավասար է 1-ի, բնականաբար 1-ի հավասար է A հանած B-ն։ Այսինքն մենք ունենք A plus B թիվը, որը պարզ է, ու նաև անհրաժեշտ է ասել այն, որ A հանած B-ն էլ իր հերթին հավասար է 1-ի, այսինքն սրանք A եւ B թվերը հաջորդական թվեր են։ Քանի որ մեր A եւ B թվերից մեկը պետք է լինի զույգ, իսկ միակ զույգ պարզ թիվը դա երկուսն է, հետևաբար մեր B-ն պետք է հավասար լինի 2-ի, իսկ A-ն էլ հավասար կլինի 3-ի։ Այսինքն մենք գոյություն ունի A եւ B պարզ թվեր, որոնց քառակուսիների տարբերությունը նույնպես պարզ թիվ է, դրանք 3-ը եւ 2 թվերն են։ Շատ ճիշտ է, քառակուսիների տարբերությունն էլ զուտ հետաքրքրության համար լինում է 5։ Այո։ Եվ նաև այստեղ ավելի կարևոր էր նույնիսկ, որ ապացուցեցինք, որ այլ տարբերակ հնարավոր չի, միայն այս տարբերակն էր։ Անցած տնայինի մեջ էլ սենց խնդիր կար։ Հիշում եք այդ խնդիրը։ Ես հիշում եմ։ Ոնց էր ինչ-որ 4x քառակուսի հանած 9y քառակուսի էր, իմ հիշելով։ Գիտեինք, որ Հա, սա ու պետք է գտնեինք XY թվազույգերը, չէ՞։ Լուծեինք արտահայտությունը բնական թե ամբողջ թվերով։ Հա, ամբողջ թվերով։ Իդեպ, երբ որ ունենք այսպիսի արտահայտություններ, ինչ-որ փոփոխականներ են, աստիճան են բարձրացված, գումարել ենք, հանել ենք, թվով ենք բազմապատկել, այդ հավասարումները կոչվում են դիոֆանտյան հավասարումներ, հույն մաթեմատիկոսի պատվին, դիոֆանտի կամ դիոֆանտուսի պատվին, ով հենց դրանք ուսումնասիրել էր։ Լավ, այս խնդրից ինչ-որ հարցեր ունեք, Վահան, հարց ունես։ Այո, երբ դուք ասացիք, որ 2-ը եւ 3-ը դա միակ դեպքն է, ես իմ գլխի մեջ մտա, որ չի կարելի 1-ը եւ 2 թվերը դիտարկեն, քանի որ 1-ն էլ է պարզ թիվ, որը բաժանում է իր վրա եւ 1-ի, եւ 1-ի հարաբերությունն էլ է։ 1-ը համարվում է ոչ պարզ, ոչ բաղադրյալ։ Պարզ թվերը նրանք են, որոնք ունեն ուղիղ երկու բաժանարար, իսկ 1-ն ունի ընդամենը մի բաժանարար։ Հասկացա։ Լավ, բայց դու Գագիկն էիր ոնց որ, չէ՞։ Եկեք անցնենք երկրորդ խնդրին։ Այս խնդիրը լրիվ ուրիշ բանի մասին է, ունենք 100-ի ֆակտորիալը, ինչ-որ արտահայտություն, ուզում ենք իմանալ քանի զրոյով է այն վերջանում։ Դրա համար պետք է ինչ-որ մեթոդ առաջարկեք, թե ոնց հաշվենք ինչ-որ թվի մեջ զրոների քանակը։ Գորգ, ասես։ Հա, քանի որ 100-ի մեջ 2 ավելի շատ է, քան 5-ը, ուրեմն 100-ը նախ բաժանում ենք 5-ի, հետո 5-ի քառակուսու, հետո 5-ի խորանարդի, տենց ստացվում է, որ մինչև 5-ի քառակուսին է լինում, 5-ի խորանարդից հետո չի բաժանվում, որ բաժանում ենք 5-ի դառնում է 20, որ բաժանում ենք 25-ի լինում է 4։ Այդ տարբերակները, որ իրար գումարենք, կդառնա 24 տարբերակ։ Լավ, ճիշտ է, 100-ը բաժանում ենք 5-ի, դառնում է 20։
Հետո 100-ը բաժանում ենք 25-ի, դառնում է 4։ Ես հարց ունեմ, իսկ որոնք են այս թվերը եւ ինչի ենք մենք այդ թվերը իրար գումարում։ Ինչ իմաստ են գրում իրանք, ինչա պատասխանը հավասար դրանց գումարին։ Այս բանաձևով եմ արել, տեն չգիտեմ, բայց եթե ենթադրենք, որովհետև միտեղ 2 0-ներ են լինում, միտեղ 3։ Հա։ Լավ, Ես կարող եմ փորձեմ ուրիշ պատասխան տալ։ կարող ես, ու այս բանաձևը իրականում ճիշտ է։ Ես համաձայն եմ այս թվի հետ, պատասխանը էլի ստացվելու է 24, եթե չենք սխալվել ոչ միտեղ։ Բայց պետք է հասկանալ, թե ինչի է այս աշխատում, ինչ ենք մի հատ 5-ի բաժանում, մի հատ 25-ի, հետո գումարում իրար։ Եկեք լսենք ուրիշ մեկնաբանություն, տեսնենք։ Դե այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ստանալ 0 վերջում, մեզ անհրաժեշտ է 2 եւ 5 բաղադրիչները, երկուսից կազմված են օրինակ 6-ը, 8-ը եւ նմանատիպ շատ թվեր։ Բացի դրանից, այսինքն երկուսների քանակը 5-երից շատ են, իսկ 5 արտադրիչով թվեր ունեն 5-ը, 10-ը, 15-ը, այսինքն մենք բաժանում ենք 100-ը 5-ի, որպեսզի ստանանք նմանատիպ 5-երի քանակը, եւ հենց այդքան զրով էլ կավարտվի։ Սակայն այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ օրինակ 25 թիվը ունի 25-ը հավասար է 5-ի քառակուսի, այսինքն բաղկացած է 2 0-ից, այսինքն այստեղ նա վերցնում է 2 արտադրիչով թիվ եւ վերջում ավելանում է 2 0, քանի որ 50-ը 75-ը նույնպես բաղկացած են 25-երից, այսինքն դրանց քանակը մի քանիսն են եւ 100 բաժանելով 25-ից ստանում ենք 4, այսինքն 4 հատ թիվ կա, որ մինչև 100-ը որ կազմված է 25-ից, այսինքն 4 թիվ կա, որը բազմապատկելով մեր ընդհանուր թվին կավելանա 2 0։ Դա ճիշտ է։ Մենք որ ուզում ենք 5-երի քանակը հաշվենք, այսինքն կարող ենք գրել այստեղ 20 թիվ կա, հենց այս 20-ն է, որովհետեւ 100-ի մեջ ամեն 5-րդը 1, 5-ի բաժանվող թիվ կա։ Իսկ այս ներքևի շարքում իմ գրածը այս 4-ն է, որովհետեւ 2 հատ 5 ունեցող 4 հատ թիվ կա։ Այստեղ սխալ եմ գրել, 10 եմ բաժանել 25-ի, 100-ը բաժանած 25-ի հավասար է 4 բնականաբար։ Ստացվում է համ 25-ը մի անգամ այս երկրորդ այս 4-ի մեջ ենք հաշվել, համ էլ այս 20-ի մեջ ենք հաշվել, որովհետև այստեղ էլ 25 կար։ Լավ, տեսնենք ինչ հարցեր կան։ Մի հարց, այս առաջին բանաձևում օրինակ որ 100-ը բաժանում ենք 5-ի, եթե դա 1000-ով անենք, պետք է բաժանենք 50-ի, թե նույնպես 5-ի։ Նույնպես 5, եկեք մի հատ 1000-ով անենք։ Ունենք 1000-ի ֆակտորիալ, այսինքն 1-ից 1000 թվերի արտադրյալ։ Ու այլի ուզում ենք հասկանալ զրոների քանակը։ Ինչ էինք անում սկզբում, Անահիտ։ Սկզբում 1000 բաժանում ենք 5-ի։ Այդ որ թվերին էր համապատասխան։ Այն թվերի, որոնք վերջանում Այստեղ ունեն 0։ այն թվերին, որոնք ունեն 5 իրանց մեջ։ Ահա։ 5-ը, 10-ը, 15-ը ոչ թե որպես թվանշան 5 ունեն, այլ 5 բաժանարար ունեն, բաժանում են 5-ի։ Քանի հատ կա, 200 հատ կա 5 ունեցող։ Էլի գրեմ դրանք կապույտով, չալարենք, գրենք։ 5-ն է առաջինը, հետո 10-ը, հետո 15-ը եւ այլն։ Հետո օրինակ, չգիտեմ, 585-ը կա եւ այլն։ Եվ վերջում
995-ը և 1000-ը։ Քանի որ ընդհանուր 1000 թիվեր, 1/5 մասը 5-ի են բաժանվում, կլինի 200 թիվ 5-ի բաժանվեց։ Հետո, բայց ինչ որ թվերի մեջ 2 հատ 5 ավել կար, որոնք մի հատ 5 ավել կար, որոնք էին այդ թվերը, 100-ը հետո պետք է բաժանենք 25-ի, որպեսզի գտնենք այդ թվերը։ ըհը, բայց եթե այս դեպքում 25 այդ թվերն էին 25-ը, 50-ը, 75-ը և 100-ը, այս դեպքում ավելի շատ են։ Ինչքան է ստացվում։ 250։ 250-ը ոնց որ շատ է, 25-ի որ 40 հա 40։ Այն ժամանակ 4 էր, հիմա 40։ Սա չէ։ Հիմա Բայց դա 40։ 5-ի խորանարդն է չպետք է հաշվենք։ Ըհը։ Հիմա գրենք մի հատ էս բանը, 5-ի բաժանվողները, 25-ի 25-ի բաժանվողները, 25-ը, 50-ը, 75-ը և այլն, 1000-ն էլ է 25-ի բաժանվում, այսինքն պարունակում 2 հատ 5։ Ու դրանից առաջ 975-ն է։ Այսինքն ամեն 25-ը 1, էլ ինչ որ թվեր կան, որոնք 2 հատ 5 են պարունակում։ Ասում եմ մենք մի հատ դրանց մի հատ այստեղ են գրել, մի հատ էլ ներքևում են գրել։ Քանի որ 2 հատ 5 է պարունակում 25-ը, մի հատ վերևում ենք հաշվել, այս 200-ի մեջ ենք հաշվել։ Մի հատ էլ այս 40-ի մեջ ենք հաշվել, ներքևում։ Հաշվել ենք այնքան, ինչքան որ պետք էր։ Բայց ինչ որ թվեր կան, որ ավելի շատ 5 են պարունակում։ Հա ինչ որ մեկը ասում էր, որ թվերն են դրանք։ Որ 1000 բաժանած 5-ի 125։ խորանարդը։ 5-ի խորանարդ բաղադրիչ ունեցող էլի։ Իսկ 3 հատ 5 պարունակող։ Լավ, իսկ մյուս տարբերակը ինչ է, 1000 բաժանած 125-ի։ 1000 բաժանած 125-ի, դրանք հենց 5-ի խորանարդը 125-ն է, ասեն դրանք հենց այդ թվերն են, 125-ը, հետո 250-ը, հետո 375-ը, նույնիսկ անք բոլորը գրենք, շատ չեն։ Հետո 1000-ը։ Այս թվերի քանակը 1000-ը բաժանում ենք 125-ի, քանի որ ամեն 125 հատը 1 է։ Լինում է 8։ Տիգրան, Հա։ իսկ որ մենք մի հատ 25 հաշվել ենք առաջին տողում, այսինքն 5-երի մեջ, մի հատ 25 քառակուսիների մեջ, խնդիր չի առաջացնի։ Բա հենց մենք ուզում էինք 2 անգամ հաշվեինք, որովհետև 25-ի մեջ 2 հատ 5 կա։ Հա, այսինքն այդ վերևի տողում 5-երից մեկն ենք վերցնում, իսկ ներքևի տողում մնացածը։ Ըհը։ Առաջին տողում մենք հաշվում ենք 5 ունեցողները։ Այս բոլորը 5 ունեին։ Երկրորդ տողում հաշվում ենք այն նրանք, որոնք առաջին տողում հաշվել էինք, բայց իրականում իրանք էլի 5 ունեին։ Այսինքն գոնե 25-ի են բաժանվում, 25-ը, 50-ը, 75-ը։ Երրորդ տողում մենք հաշվում ենք նրանք, որոնք 3 հատ 5 ունեն, այսինքն իրականում մենք պետքա 3 անգամ իրանց հաշվենք։ Օրինակ 125-ը, քանի որ 5-ի խորանարդն է, ինքը 3 հատ 0 կառաջացնի, որովհետև 3 հատ 5 ունի, 3 հատ 2-ի հետ որ բազմապատկենք, կառաջացնի այդքան 0-ներ։ Ընկեր Տիգրան, Հա։ իսկ 1000-ը եթե փորձենք բաժանենք 5-ի 4-րդ աստիճանի 625-ի, պետք է այս բանաձևը էդի։ Հա, այս սրանով չի վերջանում։ Պետքա մի հատ էլ գնանք գտնենք 5-ի 4 աստիճանը ինչի է հավասար։ 625։ 625։ Միակ թիվն է 625-ը, որը 4 հատ 5 է պարունակում։
Այսինքն մենք 625-ը ուզում ենք 4 անգամ ներդրում ունենա։ Մի անգամ դե այստեղ սկզբում ուներ ներդրում։ Զուտ 5-ի բաժանվողների մեջ։ Մի անգամ ստեղ 25-ի բաժանվողների, մի անգամ ստեղ, բայց մենք 4 անգամ ենք ուզում ներդրում ունենալ, դրա համար մի հատ էլ 625-ը առանձին հաշվում ենք։ Ուրիշ թիվ չկա, որ 4 հատ 5 պարունակի։ Հաջորդ այդպիսի թիվը արդեն 1000-ից մեծ է, որն է այդ թիվը 1250-ը, որովհետև զուտ 625-ը մի հատ կրկնապատկում եմ, էլի։ Լինում է 2 անգամ 5-ի 4։ Ընկեր Տիգրան, կարելի է էլի մի հատ հարց տալ, Այո, իհարկե։ որ եթե մենք փորձենք բաժանենք 1625-ի, այդտեղ ստացվում է 1.6։ Այդ մեկը եթե 625-ն է, բայց այդ 0.6-ը ինչ է։ Շատ լավ հարց է։ Հիմա այս նույն ձևով շարունակելով, փաստորեն հաջորդը, որ բաժանում ենք 625-ի, ամբողջ թիվ չի ստացվում։ Since քառակուսի փակագծերի մեջ չենք վերցնում, դա նշում է որ վերև են կլորացնում։ Ահա։ Մեզ այս 1.6-ը փաստացի նշանակում է, որ եթե ուզում ենք 1000-ը լրանա, պետք է մի հատ 625 գումարենք, մեկ էլ մի հատից քիչ տենց 625 գումարենք։ Այսինքն նշանակում է, որ 2 հատ 625-ը, որը այստեղ գրել էի, արդեն 1000-ը կանցնի։ Չէ՞։ Այո, Ահա, իսկ մեզ պետք է նրանք, որոնք 1000-ը չեն անցնում։ Այսինքն այս կողքի կետիկ 6-ը մեզ հետաքրքիր չի։ Մեզ պետք է նրանք, որոնք հաստատ մեջը կան։ 1000-ի 1-ից 1000 թվերի մեջ կան։ Դրա համար սենց մի հատ նշան ենք դնում, այդ քառակուսի փակագծեր, որը նշանակում է, որ մենք ուզում ենք այս թվի 1625-րդի իրա կողքը, ձախ կողքը ամենամեծ ամբողջ թիվը։ Կամ ավելի պարզ բառերով ուզում ենք կլորացնել դեպի ներքև։ 1/6-ը կլորացնենք դեպի ներքև։ Եղավ 1։ Ու իրականում այս նույն բանը պետք է ստեղ անեինք, ուղղակի գաղտներս բերում էր, ամբողջ թիվ էր ստացվում, էլ կլորացնելու կարիք չկար։ Կոնկրետ ստացվում էր պատասխանը։ Այս բանը, այս նշանը, երկու հատ քառակուսիներով կոչվում է ամբողջ մաս։ Գրեմ։ Օրինակ, 1/3-ի ամբողջ մասը ինչ կլինի, տեսնեմ, ճիշտ ենք պայմանավորվել։ 1 Բայց այնտեղ մենք որ ստացել ենք, 0 ամբողջ ինչ-որ մի հատ թիվ էր։ Դա չկլորացրեցին ինչով 1։ Ինչն է ստացել ամբողջ։ Հա այն 1000 բաժանած 625-ը 1։ Հա, Գն ամբողջ մաս օրինակ այդ 0 ամբողջով թիվը վերև կլորանի, չէ։ 0 ամբողջով չի, 1-ից մեծ է հաստատ։ Ամբողջ մաս, այսինքն ստորակետից առաջվա մասը։ Ահա։ Օրինակ, ինչպես ստեղ գրում էի, 1/3-ի ամբողջ մասը հենց ստորակետի ձախ կողմի գրվածն է, ամբողջ մասը։ Եղավ 1։ Լավ, չգիտեմ ինչ որ 5/6/7-րդի ամբողջ մասը ինչ կլինի։ 5։ 5։ Քանի որ մենք կլորացնում ենք միջով ներքև։ Ահա, հիմա բայց մի հատ նյուանս կա։ -6.5-ի ամբողջ մասը ինչ կլինի։ Կարելի է ասել -6։ Կարելի է տենց պայմանավորվել, բայց մենք պայմանավորվում ենք, որ -6-ի
Չէ, մինուս 6-ի կեսի ամբողջ մասը մինուս 7-ն է։ Մինուս 7։ Ինչի, որովհետև երբ որ դու ունես մինուս 6.5, կլորացնում ես ներքև, պետք է ստանաս ավելի փոքր թիվ։ Մինուս 7-ն է ավելի փոքր։ Դա հեշտ է պատկերացնել կոորդինատային ուղի վրա։ Երբ որ մենք ունենք կոորդինատային ուղիղը, օրինակ 1 ու 2 թվերի մեջ 1.3-ը մոտավորապես այստեղ է։ Երբ որ դու կլորացնում ես ներքև, գնում ես իրանից ձախ, իրանից փոքր, ամենամոտիկ, ամենամեծ ամբողջ թիվը 1-ը։ Նույնը 5.6/7-ի հետ։ Բայց եթե այստեղ մասշտաբը լավ չի պահպանվում, բայց ամեն դեպքում գծում։ Մինուս 6.5-ը վերցնենք, եթե գնամ 6, մինուս 6, կկլորանա վերև, ոնց որ ավելի կմեծանա, բայց մենք ուզում ենք կլորանա ներքև, ուզում ենք ավելի փոքր թիվ դառնա, իսկ մինուս 6-ի մոտ ամենափոքր ամբողջ թիվը մինուս 7-ն է։ Դե ինչ, համաձայն եք ես ամեն ինչի հետ։ Սա սահմանում է, մենք տենց ենք պայմանավորվում, մենք ասում ենք ամբողջ մասը էդ է։ Կամ արդյոք համաձայն չի։ Լավ, եթե համաձայն եք, մի հատ վերջնական մի հարց տամ։ Մինուս 12.13-ը։ Մինուս 12։ Մինուս 13։ Մինուս 13։ Մինուս 13։ Մինուս 13։ 13, ես խառնող դիտմամբ ասեցի։ Նայում ենք այսքանը, բայց քանի որ մինուս է, մի հատ մինուս 1 ենք անում։ Դառնա մինուս 13։ Լավ, բայց այս ամեն ինչի համար էր, ես խնդրի։ Որովհետև մենք ուզում էինք հաշվել քանի հատ 5 կա։ Այս քանի մեջ մի հատիկ 5 կար, 200 հատ այստեղ հաշվեցինք։ Հետո բայց հիշեցինք, որ 40 հատ էլ հələ կարանք հաշվենք։ Հետո բայց հիշեցինք, որ այս քանի մեջ մի 8 հատ էլ հələ կարանք հաշվենք։ Ու 625-ի մեջ մի հատ էլ կա։ Այսինքն ընդհանուր քանի զրոյով է վերջանում։ 249։ Ճիշտ է, 249 է։ Դե ես բան կանեմ։ Կամ տնային կտամ ձեզ, կամ էլ հիմա ասեմ, փորձեք այս խնդիրը լուծել, ուղղակի 1000-ի փոխարեն վերցրեք ինչ որ ուրիշ պատահական թիվ, 537։ Նույն գաղափարն է, բայց հաշվարկը կարող է մի քիչ դժվարն է, որովհետև այդքան էլ հեշտ չի հաշվել քանի հատ կա ամեն տողում, բայց մենք բանաձևը գրեցինք ամբողջ մասերով։ Ինչ որ հարցեր կան, կամ ուրիշ ասելու բաներ ասելիքով ունի։ Եթե Գետիկնականի մի բան ասել։ կարելի է։ 132։ 537-ի համար պատասխան է։ Այո։ Հա, չգիտեմ։ Լավ, որ ասել ես, չարարենք հաշվենք էլի։ 537-ի համար պետք է մի հատ սկզբում բաժանել 5-ի, հետո 107։ Պետք է ասա 107-ի։ Ես ասել 107-ու մի քիչ, 107-4 երևի։ Բայց քանի որ ամբողջ մաս ենք վերցնում, լինում է 107։ Հետո մի հատ պետք է բաժանել 25-ի։ Այս ինչի հավասար 21։ 21 ամբողջ 48, 21։ 21 ամբողջ 40։ 48, ոնց է շուն։ Ես Հա։ ասում։ Հա, 48։ 48, բայց քանի որ ամբողջ մասն ենք վերցնում, ուղղակի 21։ Մի հատ էլ պետք է բաժանել 537-ը 125-ի։ 4 ամբողջ 296, հետո 4։
Այս դառնում է 4։ Հիմա կարաք ասեք, բա երբ ենք իմանում, որ վերջ։ Որտեղ Երբ 625-ը Արդեն մեծանում է, 600 ավելի է մեծ լինում։ այս 625-ը հաստատ 1-ից 537 թվերի մեջ չկա։ Դրա համար այս որ բաժանեմ կստացվի ուղղակի 0։ Անիմաստ է այդ հաշվը։ Կամ է կարելի է ուրիշ ձևով ասել, որ եթե մենք ցենք շարունակենք բաժանենք, ամեն անգամ պետք է գումարենք 0 0 0։ Եվ դա արդեն ոչ մի բան չի փոխում։ Ահա։ Այսա։ Լավ։ 107 գումարած 21 գումարած 4։ 133։ 32 չի։ Հա, 132։ Հա, բայց այսքանով ավարտենք այս խնդիրը եւ ուրիշ խնդիր ունենք մյուսին։ Վայ ամբողջ մաս։ Մյուս խնդիրը սա է։ Ամբողջ մասը չգիտեմ ինչու եկավ։ Հարցնում է քանի եռանիշ թիվ կա, որը բազմապատկելով 6-ի կստացվի բնական թվի խորանարդ։ Պետք է հասկանալ, որ թվերն են 6-ի բազմապատկելուց ստացվում բնական թվի խորանարդ։ Որպեսզի երանիշ թիվը քանի երանիշ թիվ կա, որ բազմապատկելով 6-ով ստացվի բնական թվի խորանարդ, որպեսզի ստացվի բնական թվի խորանարդ, պետք է մենք վերցնենք 6-ի բազմապատիկները եւ հաշվենք դրանց խորանարդները, հաշվենք այնքան, մինչև արդեն երանիշ թվերը էլ չլինեն, քանի որ պետք է գտնենք քանի հատ երանիշ թիվ կա։ 6-ի առաջին բազմապատիկը 6-ն է, բայց 12-ն է, 12-ի խորանարդը հաշվում ենք կլինի 288 եւ ակնհայտ է, որ դա կբաժանվի 6-ի։ 288, ահա, եթե 6-ի բազմապատիկ ունենք, այստեղ խորանարդ ենք բարձրացնում, էլի կմնա 6-ի բազմապատիկ։ Հա, 12 չէ, 12-ի խորանարդը 1728 է լինում։ Դա պետք է բաժանենք 6-ի, որպեսզի գտնենք այդ երանիշ թիվը։ Լավ։ Այս վերցնում ենք 6-ի խորանարդը ինչի չենք վերցնում։ Քանի որ դա բաժանենք 6-ի, կստանանք արդեն երկնիշ թիվ։ Դե Երանիշ թիվ։ եկեք վերցնենք, էդ էլ ստուգենք, որովհետև ամեն դեպքում անենք։ Այսինքն մենք վերցնում ենք այս 6-ի բաժանվող բոլոր թվերը, խորանարդ ենք բարձրացնում, հետո մի հատ 6-ից ստուգում ենք։ 6-ի խորանարդը կլինի 216, որն էլ բաժանելով 6-ի կստանանք 36, որը երկնիշ թիվ է։ 12-ի խորանարդը 1728, 1728, որն էլ կբաժանենք 6-ի, որպեսզի ստանանք այդ երանիշ թիվը, որը 6-ով բազմապատկելիս կստացվի խորանարդ։ Բաժանելով 6-ի կստանանք 288։ Հաջորդ 6-ի բաժանվող թիվը 18-ն է, 18-ի խորանարդը կլինի 5832, որն էլ բաժանելով 6-ի կստանանք 972։ 732, բաժանում ենք 6-ի, ցենց 72, 972։ 72։ Հետո որ արդեն վերցնենք հաջորդ 6-ի բաժանվող թիվը 24-ը եւ արդեն բաժանենք էլի 6-ի դրա խորանարդը արդեն կստանանք 40-իշ թիվ։ Արդեն շատ է մեծացել, Այո, թեկուզ խորանարդը որ բաժանեցինք հազիվ եռանիշ մնաց, հաջորդը արդեն շատ մեծ կլինի, կարող ենք դնել հաշվել կոնկրետ եւ համոզվել։ այսինքն կա երանիշ թիվ, որ բազմապատկելով 6-ի կստացվի բնական թվի խորանարդ, 12-ի խորանարդը եւ 18-ի խորանարդը։ Այո, որոնք են այդ եռանիշ թվերը։ 288-ը եւ 972-ը։ Շատ լավ, պատասխան 2։ Այո։
Բայց ես մի հարց ունեմ էլի։ Այստեղ մենք օգտագործեցինք մի պնդում։ Եկեք այդ պնդումը գրենք։ Այն ամենասկզբում, որ ասեցիք, կհիշեցնեք։ Հա, պետք է թիվը լինի 6-ի բաժանվող թիվ, որպեսզի բազմապատկելով 6-ից ստացվի թվի խորանարդ։ Որպեսզի թիվը 6-ով բազմապատկելիս ստացվի խորանարդ, պետք է այդ թիվը Լինի 6-ի բազմապատիկ։ լինի 6-ի բազմապատիկ։ Այս մի քիչ դժվար փաստ է, ոնց իմանանք, որ սա ճիշտ է։ Քանի որ այն պետք է բաժանվեր 6-ի և ստացվեր երանիշ թիվ, ապա անպայման պետք է 6-ի բազմապատիկ լինի։ Այն, այսինքն այս թիվը։ Հենց այդ խորանարդը, հա։ Այո, խորանարդը պետք է լինի 6-ի բազմապատիկ, 6-ի բազմապատիկի խորանարդ, որպեսզի այն կարողանանք բաժանենք 6-ի և ստացվի այդ երանիշ թիվը։ Այսինքն մեկ այլ պնդումից եք օգտվում ստեղ։ Այս պնդումը ապացուցելու համար սենց ենք։ Գրում ենք ուրիշ պնդում։ Գրում ենք, եթե թվի խորանարդը բաժանվում է 6-ի, ապա թիվը ինքը բաժանվում է 6-ի։ Այո։ Լավ, այս ոնց ապացուցենք։ Այս առանձին էջ բացենք և փորձենք ապացուցել։ Քանի որ մենք մեր դեպքում վերցնեցինք 12-ի խորանարդը, 12-ը բաժանվում է 6-ի, իսկ 12-ի խորանարդը իր մեջ ներառում է 12 անգամ 12 անգամ 12 և այդ 12-ներից յուրաքանչյուրը բաժանվում է 6-ի, ապա ակնհայտ է, որ խորանարդը նույնպես կբաժանվի 6-ի։ Բայց այստեղ հակառակն է։ Մենք ունենք, որ խորանարդն է բաժանվում և ուզում ենք ապացուցել, որ թիվն է բաժանվում։ Եկեք սենց գրենք։ N խորանարդը բաժանվում է 6-ի։ Եվ մենք ուզում ենք ապացուցել, որ N-ը բաժանվում է 6-ի։ Այստեղ մի քիչ հարցեր են առաջանում։ Սրա հակառակը ճիշտ էր։ N-ն է բաժանվում 6-ի, ուրեմն N խորանարդն է բաժանվում 6-ի։ Դե կարող չէ դրանից հետևենք մյուսը։ Չէ։ Որ տեղերը փոխած լինի, նույն n-ն է, այնտեղ խորանարդն է, դե եթե n-ը բաժանվում է 6-ի, ուրեմն խորանարդը բաժանվում է 6-ի, դե չեն կարող ասենք, եթե խորանարդը բաժանվում է 6-ի, ուրեմն n-ն է բաժանվում է 6-ի։ Ես տենց չէի ասի։ Եկեք օրինակ անցնենք սովորական կյանքից պնդումների, սրանք պնդումներ են ու հետևություններ են, չէ՞։ Սովորական կյանքից նույն պնդումները անենք, տեսնենք, որ միշտ չի տենց։ Բայց պետք է լավ պնդում մտածել։ Ես կարող եմ ասել։ Ասա։ Այն խորանարդ հետի նույն n անգամ n անգամ n-ը։ Շոմ n անգամ n անգամ n-ը բաժանվում է 6-ի։ N անգամ N անգամ N։ Հա։ Բաժանվում է 6։ Որպեսզի թիվը բաժանվի 6-ի, պետք է որ արտադրիչներից մեկը գոնե բաժանվի 6-ի։ Նշանակում է այդտեղ սա արտադրիչները n-ն է, նշանակում n-ը պետք է բաժանվի 6-ի, որ այն խորանարդը բաժանվի 6-ի։ Նշանակում n-ը բաժանվում է 6-ի։ Իրականում չէ, կարա օրինակ եթե ունենք 3 թվեր, ABC, Հա, բայց այստեղ ABC-ն տարբեր թվեր են, իսկ մեր մոտ բոլորը n են, այսինքն նույն թիվն են։ հա, բայց ոնց որ եթե ունենք 3 թվեր, որոնք բաժանվում են 6-ի, կարա ոչ մեկը չբաժանվի, կարան լինեն 1, 2, 3։ Բայց դա ուրիշ դեպք է։ Դա ուրիշ դեպք է։ Բայց դու ասում ես, քանի որ 3 թվերի արտադրյալը բաժանվում է 6-ի, ուրեմն դրանց արտադրյալը բաժանվում է
Ուրեմն Քան որպեսզի արտադրյալը բաժանվի 6-ի, պետք է իր արտադրիչներից գոնե մեկը բաժանվի 6-ի։ ընդհանուր դեպքում այդ ճիշտ չի։ Դու ինչ որտեղ օգտագործում ես այն փաստը, որ արտադրիչները նույնն են։ Կարող է օրինակ մի արտադրիչը բաժանվում է 2-ի, այս մի արտադրիչը բաժանվում է 3-ի, ստացվեց ընդհանուր բաժանվում են 6-ի։ Ինչ կա որ, բայց ոչ մեկ Այս ժամանակ մյուսը նույնպես պետք է բաժանվի 2-ի, մյուս n-ը։ Նշում n-ը համ պետք է բաժանվի 3-ի համար 2-ի, նշում պետք է բաժանվի մի հատ 6-ի։ հա, ճիշտ է, քանի որ բոլոր տեղերը n-եր է գրած, եթե մեկը բաժանվում է 2-ի, մեկը բաժանվում է 3-ի, ուրեմն ըստեղ էլ են, ուրեմն n-ը բաժանվում է համ 2-ի, համ 3-ի, ուրեմն բաժանվում է 6-ի։ Նույնը չէինք կարող անել, երբ որ ունեինք 3 տարբեր թվեր։ Լավ, ըստեղ ես կուզենայի առանձնացնել, որ շատ կարևոր է այն փաստը, որ 6-ը կազմված է պարզ թվերից, 2-ից ու 3-ից։ Եթե 6-ի փոխարեն ուրիշ բան լիներ, օրինակ լիներ 8, այս փաստը չէր լինի ճիշտ։ Ունենք այն խորանարդը բաժանվում է 8-ի, հետևաբար n-ը բաժանվում է 8-ի։ Տեսնում եք այս փաստը ինչի է սխալ։ Քանի որ 8-ը կարող է բաղկացած լինել 2 անգամ 2 անգամ 2-ից եւ կարող է լինել 2 անգամ 4։ Ճիշտ է։ Այս 8-ը նույն պարզարտադրիչ ունի, 2-ներ ունի, 3 հատ 2 ունի։ Ու երբ որ n-ը 2 եղավ, կունենանք 2 անգամ 2-ը բաժանվում է 8-ի, այսինքն այս 3 հատ n-ը, որ վերցրել ենք, 3 հատ 2, որ բազմապատկում ենք իրար, միահամուռ ուժերով բաժանվում են 8-ի։ Բայց մի հատիկը չի բաժանվում 8-ի։ Իսկ 6-ի համար մենք ավելի լավ դեպք ունենք, քանի որ 6-ը մի հատ 2 ունի, մի հատ 3 ունի։ Ու կարող ենք օգտվել, այսինքն հենց նենց էլ արեցինք, չէ՞, այստեղ առանձնացրեցինք, ասում ենք, եկեք նայենք մի հատ բաժանվում է 2-ի, նաև գիտենք, որ բաժանվում է 3-ի, n անգամ n-ը։ Այս դեպքում, քանի որ պարզ թիվ են 2-ն ու 3-ը, գիտենք, որ այդ պարզ թիվը կամ այս արտադրիչի մեջ է, կամ այս արտադրիչի մեջ է, կամ այս արտադրիչի մեջ է։ Այսինքն, 2 պարզ թիվը կա n թվի մեջ, n-ը բաժանվում է 2-ի, և հետո ասում ենք n-ը բաժանվում է 3-ի, հենց այդ պարզ թվից օգտվելով, և հետո ասում ենք, քանի որ 2-ի է բաժանվում ու 3-ի, ուրեմն նաև 6-ի է բաժանվում։ Այս ապացույցի հետ համաձայն եք։ Այո։ Ապրիել, ինչ որ Այո։ Իսկ դու ինչ որ բան էիր ուզում ասել ընթացքում, դեռ ակտուալ է։ Հա, ուզում էի ասեն էլ չեղավ։ Ձերքս է ուղղակի մոռացա իջեցնեմ։ Հա, ափսոս։ Լավ, բայց ըստեղ ընթացքում էլի մի բան եղավ, որին չանդրադարձանք, մոռացվեց։ Էդ այն էր, որ մենք գիտենք, որ պարզ է, եթե n-ը բաժանվում է 6-ի, խորանարդ բարձրացնենք, էլի կբաժանվի։ Քանի որ խորանարդ բարձրացնելուց շատանում է ուղղակի արտադրիչները։ Բայց պնդում կար, դուք ասեցիք, որ այն նույն բանն է, n խորանարդը բաժանվում է 6-ից էլ նույն տրամաբանությամբ հետևում է n-ը բաժանվում է 6։ Իրականում տենց չի աշխատում։ Կարա ինչ-որ պնդումից n մյուս պնդումը հետևի, բայց n մյուսից այս մեկը չհետևի։ Եվ կարող ենք բերել
ինչ որ առօրյա կյանքից օրինակ։ Եթե Կարո՞ղ ես օրինակ բերեմ։ ասա, Օրինակ, եթե սենց ասենք, եթե ինչ-որ մարդ այդ մարդը հենց գնում է խանութ, առնում է մի հատիկ ձու, ուրեմն հենց ձու առնում, ուրեմն խանութ է գնացել։ ապնդումները որոնք են։ Խանութ գնալն ու ձու առնելը։ Հա, հենց խանութ է գնում ձու առնում, ուրեմն հենց ձու առնում, ուրեմն խանութում է, այդ սխալը։ Բա կարա դրսից առնել օրինակ։ Հա, այդ եմ ասում սխալ։ Հա, այսինքն եթե մարդը գնացել է խանութ, ապա նա առել է ձու։ Իրականում այս դեպքում մի քիչ բան է, որովհետև սովորական մարդիկ ոչ ամեն անգամ են, չէ՞, խանութ գնալուց ձու առնում։ Բայց լավ, համարենք այս մարդը ձու շատ է սիրում, ու եթե մարդը գնացել է խանութ, ապա նա առել է ձու։ Բայց Կարող հակառակը անենք, եթե ձու է առել, ում գնացել է խանութ։ Եթե ձու է առել, ուրեմն գնացել է խանութ։ Կարա առաջինը ճիշտ լինի, որովհետև այդ մարդը շատ է ձու սիրում, հենց գնում է խանութ, առնում է անպայման սովորության համաձայն։ Բայց եթե ձու է առել, չի նշանակում, որ գնացել է խանութ, կարող է օրինակ ինչ որ ուրիշ դեպք կա։ Կարող է գնացել է դրսից ինչ որ մի մարդուց առել է կամ։ Այս դեպքում մի քիչ հենց դեպքին հետ կապված ինչ որ ենթադրություններ ենք անում այդ մարդու մասին։ Կարանք հակառակը, կարանք ենթադրենք այդ մարդը մենակ խանութից է ձու առնում, այսինքն եթե ձու է առել, ուրեմն գնացել է խանութ, բայց ոչ միշտ է առնում։ Եթե մարդը գնացել է խանութ, ապա պարտադիր չի առած լինի ձու։ Այս այդ երկու պնդումները, չնայած իրար հետ կապված են, պարտադիր չի։ Եթե մեկից հետևում է այն մյուսը, ապա երկրորդից հետևում է առաջինը։ Եթե առաջինից հետևում է երկրորդը, ուրեմն երկրորդից պարտադիր առաջինը պետք է հետևի։ Դեպքեր կան։ Ու սա շատ դեպքերում հենց մեր կյանքի վրա ինչ որ չափով ազդում է, որովհետև մենք սխալ ենթադրություններ ենք անում։ Ուղղակի պետք է հիշել լավ օրինակ դրա համար։ Կյանքում լինում են դեպքեր, երբ որ մենք մի պնդումից մի պնդում գիտենք, որ տենց է, ու ենթադրություններ ենք անում։ Չգիտեմ, մի հատ սենց օրինակ առաջարկեմ։ Եթե ինչ որ մեկի աչքին խփես, իր աչքի տակը կկապտի։ Բայց եթե դուք քայլում եք, տեսնում եք ինչ որ մեկի տակի աչքը կապտած է, կարող է խփել են իր աչքին, բայց կարող է եւ ինչ որ ուրիշ բան է եղել, չգիտեմ, ինքը պատահաբար ինչ որտեղ կպել է։ Կարող վատակներ։ Հա, տենց ասենք շատերի մոտ քիչ քնելուց աչքերը մքանում են։ Չէ, շատ դեպք։ Այո, կամ էլ օրինակ եթե գիրքը կարմիր է, չի նշանակում, որ ամեն կարմիր բան գիրք է։ Հա, ճիշտ է, շատ ընդհանուր, ասենք եթե գիտենք, որ գրքերը կարմիր են լինում, ուրիշ կարմիր բաներն էլ կարան։ Ուրիշ բաներն էլ կարան կարմիր լինեն, պարտադիր չի մենակ գրքերը լինեն։ Լավ, այս ասելով հանդերձ, հետ վերադառնանք այս խնդրին, այսինքն պետք է ապացուցել այս փաստը։ Եթե այն խոհանարդը բաժանվում է այն 6-ի, ուրեմն այն բաժանվում է 6-ի։ Թվում է թե ակնհայտ է, բայց այդքան էլ ակնհայտ չի։ Մենք օգտվում ենք 6-ի ինչ որ հատկությունից։ Տրոհում ենք այն երկու պարզ թվերի, հետո այդ պարզ թվերի համար ենք, հետո հետ են գալիս էլի 6-ին։ Իսկ թե ինչպես ապացուցել այս մյուս մասը, որը ավելի ակնհայտ է թվում, եթե այնը բաժանվում է 6-ի, ուրեմն այն խոհանարդն է բաժանվում 6-ի։ Սա թողնում եմ ձեզ, տնային աշխատանք։ Ես կարող եմ դա ասեմ։
Դե եկեք մնա տնային աշխատանք, իսկ մենք հասնենք 4-րդ խնդրին։ Պետք է նկարագրել բոլոր բնական թվերը, որոնք ունեն 9 բաժանար եւ գտնել այդ թվերից ամենափոքրը։ Լուծող կա։ Դե ես ուղղակի գտել եմ այդ թվերը։ Բայց կարող ես նկարագրել այդ թվերը, ինչ տեսք ունեն, ինչպիսին են։ Դե ան, քանի որ այսինքն եթե կենտ թիվ է, ուրեմն ինքը լրիվ քառակուսի է հանդիսանում։ Տենց կարող նկարագրենք։ Բայց ոչ բոլոր լրիվ քառակուսի հանդիսացող թվերն ունեն այս տեսքը, չէ՞։ Այսքան բաժանար։ Այո։ Կարող է ինչ-որ լրիվ քառակուսի ունեցողներ կան, որոնք 9-ից 9 չունեն, ասենք 5 բաժանար ունեն, դրա համար մի քիչ պետք է հստակեցնել, կոնկրետ ոնց պետք է լինեն այդ թվերը։ Դե չէ, մի վարքյան մոռանանք այդ լրիվ քառակուսու արմատով ստացված թիվը, ուրեմն 8 բաժանար, այսինքն պետք է մեր թիվը 8-ից մեծ լինի։ Այս չեմ կարող ասել։ 8-ից մեծ, բայց իրականում ավելի մեծ պետք է լինի։ Դե հա, դա հաստատ 8-ից մեկ էլի։ Հա։ Դե ստացել եմ պատասխանը։ Ամենափոքր թվեր գտնելը հնարավոր է, ուղղակի այստեղ նաև շատ կարևոր է, որ նկարագրենք։ Գաբրիել, ինչ որ միտք ունես նկարագրելու հետ կապված։ Եթե ասում եմ նկարագրենք թվերը, ես որոշել եմ 9 նկարագրեմ որպես 3-ի քառակուսի, որովհետև ինքը 3-ի քառակուսին է, 8-ն էլ 2-ի երրորդ աստիճան։ Բայց այստեղ ասում է ոչ թե այս թվերը նկարագրեք, այլ այն թվերը, որոնք ունեն այսքան բաժանար։ Ես գիտեի այս թվերի։ Անցած դասին դուք քննարկել եք Ինչ է նշանակում նկարագրել թիվ։ նկարագրել, այսինքն դուք բացատրեք ձև, թե ոնց կարամ ես այդ թիվը գտնել։ Օրինակ, ասեք բոլոր կենտ թվերը ունեն 9 հատ բաժանար, կասեմ լավ, եթե ես վերցնեմ ցանկացած կենտ թիվ, կունենա 9 հատ բաժանար։ Ես կարող եմ միայն բան ասել։ Ասա։ Որպեսզի մի հատ թիվ ունենա 9 հատ բաժանար, նշանակում կենտ բաժանարար, ինքը պետք է հանդիսանա ինչ-որ թվի քառակուսի։ Հա, Օրինակներ բերեմ։ չէ, բայց դա կիսատ նկարագրություն է, ես մի քիչ առաջ էլ ասացի, որովհետև եթե դու ինձ ասում ես պետք է հանդիսանա ինչ-որ թվի քառակուսի, ես կգնամ կվերցնեմ 16-ը թվի քառակուսի է, չէ։ Բայց 16-ը ունի 5 բաժանար։ Լավ նկարագրություն չէր, ես քո նկարագրության պատճառով գնացի ինչ-որ ուրիշ թիվ գտա։ Մենք պետք է 9 արդեն, հա, 9-ի բաժանարներից ամենափոքրը գտնելու համար պետք է գտնենք պարզ թվերի քառակուսների արտադրյալ, այսինքն 2-ի քառակուսին և 3-ի քառակուսին, քանի որ մենք ուզում ենք, որ այդ թիվը լինի ամենափոքրը։ Լավ, իսկ ինչի կապ ունեին պարզ թվերի քառակուսիները։ Քանի որ հենց 9-ն էլ բաղկացած է պարզ թվի քառակուսի, 3-ի քառակուսի։ Հա։ Իսկ ինչ-որ բանաձև եք ոնց որ օգտագործում ուտեղ, չէ։ Վերլուծում ենք պարզ արտադրիչների։ Ճիշտ է։ Երբ որ ունենք ինչ-որ թիվ, վերլուծենք պարզ արտադրիչների, օրինակ 54 եք, վերլուծենք պարզ արտադրիչների։ 54-ը 6 անգամ 9, չէ։ Այո։ 2 անգամ
27 ավելի ճիշտ, որը 2 անգամ 3-ի խորանարդ։ Երկի։ Ես այդ մի տողով վերլուծեցի, բայց դուք կարող եք sense գծիկով 2 անգամ 3-ի խորանարդ է։ Հիմա ուզում ենք գտնել, թե քանի բաժանար ունի այս թիվը։ 8 Լավ, ոնց հաշվեցիր։ Ում եմ Ե1 պլյուս 1 բազմապատկած Ե2 պլյուս 1 այդ Ե1 Ե2 աստիճանների քանակն է գումարում ենք 1 բազմապատկում իրարով ստանում ենք բաժանարների քանակը Աստիճանները սրանք են, 2-ի աստիճանը չկա գրված, բայց 1, 3-ի աստիճանը 3։ Տենց բանաձև կա, Այդ էլ 8 այս մեկը վերցնում ենք, դառնում է 1 պլյուս 1, հետո այս 3-ն ենք վերցնում, բազմապատկում ենք 3 պլյուս 1-ի հետ, 1 պլյուս 1 անգամ 3 պլյուս 1 հավասար է 4, հավասար է 2 անգամ 4, այսինքն 8։ Ու իրոք 54-ը ունի 8 բաժանար, մի անգամ գրելու համար, համոզվելու համար գրենք, ունի 1-ը, 2-ը, 3-ը, հաջորդը որը կլինի, 6, 54-ը, 9, հետո 18 27 27-ը ու 27-ը 54-ի կեսներ, մեկը 54-ը։ Եղավ 8 բաժանար։ Այո Եղավ, բայց ինչի եղավ 8 բաժանար ու ինչի էր ես մեր արածը ճիշտ։ Պետք է հասկանալ այս բանաձևը։ Այս դրա համար եկեք այս բաժանարները բաժանենք մի քանի մասի, մի քանի խմբի։ Եկեք նայենք 1-ի մեջ քանի հատ 2 կա, 3-ի մեջ քանի հատ 2 կա, 9-ի մեջ ու 27-ի մեջ։ Կենտ թվեր են չեն բաժանում 2-ի, չեն ընդհանրապես։ 1-ը, 3-ը, 9-ը, 27-ը։ Իսկ 2-ը, 6-ը, 18-ը, 54-ը, այս նրանք։ Ուղղակի այդ թվերի կրկնապատիկներն են։ Համաձայն եք։ Այո Ինչի կարող ենք այդպես անել։ Նախ այս թիվը ունի 3-ի խորանարդ, այսինքն բաժանար մաս։ 3-ի խորանարդի բաժանարներն են 3, 1-ը, 3-ը, 3-ի քառակուսին ու 3-ի խորանարդը։ Հաստատ ուրիշ պարզարտադրիչ չի կարող լինել։ Մենակ այդ 3-ն է, դրա բաժանարները այսքանն են։ Քանի հատ է լինում։ Այստեղ առանձին գրեմ։ 1-ը, 3-ը, 3-ի քառակուսին ու 3-ի խորանարդը։ Հաշվենք 1, 2, 3, 4 հատ։ Ինչի 4 հատ, որովհետև իրականում կարող ենք ասել սկսում ենք 3-ի 0 աստիճանից, հետո 3-ի 1 աստիճան, հետո 3-ի 2, 3-ի 3։ Քանի որ 0-ից ենք սկսել ու գնացել ենք մինչև 3, այստեղ գրել ենք 3 գումարած 1, ինչը հավասար է 4 թիվ։ Բայց մյուս կողմից այստեղ կար նաև 2։ Այս 2-ը սկզբից անտեսեցինք, ասեցինք եկեք նայենք այն բաժանարները, որոնք 2-ի չեն բաժանվում։ Ու ստացանք հենց այդ 4 թիվը։ 1-ը, 3-ը, 3-ի քառակուսին ու 3-ի խորանարդը։ Բայց եթե 2-ի մասին հիշում ենք, նկատում ենք, որ կարող ենք այդ 4 թվերը բազմապատկել 2-ով։ Այսինքն կա 2 դեպք։ Ստացվում է այդ 4 թվեր կային ու 2 դեպք կա, կամ 2 ներառում ենք, կամ չենք ներառում։ Լինում է 2 անգամ 4 կամ
8 Դե սպասում եմ ձեր հարցերին։ Ընկեր Տիգրան, ես արդեն այ պատասխանը գտել եմ։ Շատ լավ, այս քննարկենք։ Այդ թիվը 36-ն է, Հա, կարող է 36-ն, հա։ Այդ ոչ թե 36-ն հարցը։ Ինքն է եկոս եմ կարճել է։ մի հատ էս բան անենք, այս քննարկենք նոր անցնենք այդ բանին։ Հարցեր կան այս հաշվարկին վերաբերյալ։ Թե ոնց ստացանք, որ 54-ը ունի 8 բաժանահար։ Դե որ չկա, եկեք փորձենք ընդհանրացնել։ Եթե ընդհանուր դեպքում նայենք, ինչ որ թիվ լինի, ունենա P ինչ որ պարզ թվի A աստիճան եւ Q պարզ թվի B աստիճան։ Ու ուզենանք գրենք բաժանահարները, կլինի 1-ը, չգիտեմ, P-ն, հետո P քառակուսին, հետո Q-ն, հետո ամենավերջում հենց ինքը կլինի P-ի A, Q-ի B։ Այս բաժանահարներից ամեն մեկը գրելու համար մենք իրականում անում ենք հետևյալը, մենք որոշում ենք P-ի որ աստիճանն ենք ընդգրկելու, օրինակ ընդգրկելու ենք P-ի 1 աստիճանը, P-ի 2 աստիճանը, P ընդհանրապես չենք ընդգրկելու, թե ամբողջությամբ P-ի A-ն ընդգրկելու ենք։ Այսինքն կարելի ասել ենք գրում ենք P-ի ինչ որ աստիճան, այսպես քառակուսի նկարում։ Ու գրում ենք Q-ի ինչ որ աստիճան, նույն տրամաբանությամբ։ Այս դեպքում, այս 54-ի դեպքում մենք գրում էինք 2-ի ինչ որ աստիճան, անգամ 3-ի ինչ որ աստիճան։ Բայց այդ աստիճանը շատ մեծ թվեր չես կարող գրել, օրինակ չես կարող գրել այստեղ 2-ի 5 աստիճան, որովհետև ուղղակի 2-ի 5 աստիճան չկա 54-ի մեջ։ Մի հատ 2 կա, մինուճար։ Այսինքն մենք պետքա որոշենք կամ գրել 2-ի 0 աստիճան, ոչ մի 2 չվերցնել, կամ գրել 2-ի 1 աստիճան, վերցնել ուղիղ 1 2։ Իսկ 3-ների դեպքում մենք այստեղ ընտրեցինք կամ 3-ի 0 աստիճան, կամ 3-ի 1 աստիճան, կամ 3-ի 2, կամ 3-ի 3։ Հիմա նույնը P-ի ու Q-ի դեպքում է։ P-ի համար կարող եք ընտրել 0 աստիճան, 1 աստիճան, 2 աստիճան եւ այլն, տենց մինչեւ A աստիճան։ Q-ի համար կարող եք ընտրել 0 աստիճան, 1, 2, տենց մինչեւ B։ Այստեղ քանի հատ թիվ է։ A + 1 Հա, A + 1։ Իսկ ստեղ 0, 1, 2 մինչև B։ B + 1 B + 1։ Եվ այստեղ 1 0 հաշվում ենք ոնց 1 ոնց 2 այստեղ մեզ օգնության է գալիս արտադրյալի կանոնը, որը քննարկել ենք լրիվ ուրիշ խնդիրներ լուծելիս։ Քանի որ P-ի աստիճանը կարող ենք ընտրել A + 1 եղանակով, Q-ի աստիճանը կարող ենք ընտրել B + 1 եղանակով, ուրեմն P-ի ու Q-ի աստիճանները իրար հետ կարող ենք ընտրել A + 1 անգամ B + 1 եղանակով։ Նույնը արեցինք 54-ի համար։ A-ն ստեղ 1 էր, B-ն 3 էր։ Ամենասկզբում ով էր այս բանաձևը ասում, Գոր, դու էիր։ Այո, Հիմա հասկացար, թե ինչու է այս բանաձևը ճիշտ։ այո, Շատ լավ։ Հիմա այս բանաձևը իմանալով արդեն կարող ենք մտածել, լավ, որ թվերն են, որ 9 հատ բաժանահար ունեն։ Ես առաջարկում եմ անենք հետևյալը։ Լսենք Գաբրիելի առաջարկը A կետի համար եւ դուք նորից այս բանաձևը օգտագործելով արդեն փորձեք B ու K կետերը մտածել։ Կարծիքով A տարբերակի համար ճիշտ պատասխանը կանի 36։ Ճիշտ է, 36-ն է։ Բաժանար
Իսկ 36-ից բացի ուրիշ որ թվերն են, որ ունեն 9 հատ բաժանար։ Գիտեմ ուրիշ ինչ թվերն են, բայց ամենամոտը որ կար դա 36-ն է։ Ճիշտ է։ 256 է 9 հատ։ Շատ ճիշտ է, այդ լրիվ ուրիշ ոճի է։ 36-ը, եթե վերլուծենք պարզարտադիժների, կլինի 2-ի քառակուսի, 3-ի քառակուսի։ Իսկ 256-ը կլինի 2-ի 8 աստիճան։ Ու այս գրված թվերի բաժանարների քանակը նույնն է։ 8 + 1 է ուղղակի։ Իսկ այստեղ 2 + 1 անգամ 2 + 1, որոնք ստացվում է 9։ Որ այս թվերը գիտենք, հիմա պետք է ընդհանուր հասկանանք այս մոտեցմամբ էլ ոնց կարա 9 ստացվի, էլ քանի հատ պարզ թիվ կարա թիվ ունենա եւ այլն։ Ու պետք է հասկանանք ամենափոքրը որն է, դա իրականում 36-ն է, բայց B-ի ու G-ի համար դեռևս այդքան պարզ չի։ Մտածեք եւ հաջորդին կքննարկենք։ Այսքանով ավարտենք այսօրվա դասը։ Առայժմ